Երեկվանից համացանցում ակտիվորեն քննարկվում են Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի կրած զարդերը, որոնցով նա ներկա գտնվեց Սուրբ Ծննդյան պատարագին։ Խոսքն իտալական Կասատո բրենդի Աֆրոդիտե հավաքածուի զարդերի մասին է, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 8 միլիոն դրամ։ Արմատ մեդիան քաղաքացիների շրջանում այսօր հարցախույզ անցկացրեց հետաքրքրվելով, արդյոք կարող են իրենց թույլ տալ նման զարդեր կրել եւ ինչ կարծիք ունեն Հակոբյանի կրած զարդերի մասին։ Աննա Հակոբյանինն է, թող ինքը կրի, բան չունեմ ասելու, մեր թակուհին է, ամոթա որ ինքը ավելի էժան բան անի, հիմար բան գցի վիզը, ակաժներին էլի, ամոթա մերն է, ինչի լավը չգցի, հետ մարդա սաման, մարդկանց է դիմավորում, թող լավը գցի ինքը, բայց ես իմ կնոջ համար չէի առնիք։ Ես չէիմ կրի տեն զարդ։ Ինչու։ Չգիտեմ, իմ ճաշակով չէի, ավելի նուրբ եմ սիրում կրել, նուրբ բան զարդեր։ Կկրեիք այս զարդը։ Չէ։ Ինչու։ Չգիտեմ, իմ ճաշակով չէ։ Ճաշակին ինգեր չկա։ Չէի գնի ձեր կնոջ համար։ Չէ։ Հաստատ չէ։ Ճիշտ ասած ուշադրիչ չեմ եղել, բայց շատ գեղեցիկ է։ Կրեիք։ Կկրեի։ Որնովերտանք օգտագործեմ։ Նորմալ է։ Մեր առաջի տիկինն է ճակերտների մեջ էլի տիկին չի։ Կկրեիք այս զարդը։ Որ ինքն է կրել երբևիցե սկի չի ուզենա ունենայի անկախ արժեքից։ Եթե չի գողաց այդ փողը, ուզում եմ 100 միլիոնից առնի։ Պրոբլեմ կա։ Դուք կգնեիք այս զարդը։ Չէ, սկի 100 դրամով չի գնի երևի։ Իմ դուր չի գալի, եթե չի գալիս մա զերի տան գավաչովի կալեմ, այ քեզ բան։ Այս հատեղը զեն կառնեի կտայ բանագին, ոչ թե էսի կախի վրաս, այդ ինչ է ուզում դրանով ասի, ինքը մարդ է։